Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Պարոն Բադալյան, սկսենք վաղ առավոտյան տեղի ունեցած ձերբակալություն, խուզարկություն, տեղեկություն ստացանք, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն Քահանան եւ խուզարկություն է եղել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի բնակարանում։ Այլ ինֆորմացիա դեռևս չունենք, բայց ըստ ձեզ սա ինչի հետևանքն է եւ ինչ են ուզում սրանով ապացուցել իշխանությունները օրվա։ Քանի որ այս պահին դեռ ավելին տեղյակ չենք, ավելի մասին տեղյակ չենք, ընդհանուր առմամբ կարող եմ գնահատել, որ այն process-ի շրջանակում է, որ տեղի ունենում հայ-առաքելական եկեղեցու եւ իշխանության միջև, կամ ավելի ճիշտ կլինի ասել, հայ-առաքելական եկեղեցու դեմ իշխանության գործողությունների տրամաբանության մեջ, ենթադրում եմ, որ հենց այդ տրամաբանության մեջ են նաեւ այս ձերբակալությունները, բայց իհարկե շատ ավելի པարզ կլինի, երբ հավելյալ ինչ-որ ինֆորմացիա ստանանք։ Ինչ եք կարծում այս կալանավորելով, վախեցնելու, լռեցնելու մեթոդը փորձում են կիրառել նաև եկեղեցու դեմ հոգևորականների, ինչպես օրինակ արեցին սրբազանների պարագայում։ Այսինքն շարունակեն ընդհանուր եկեղեցու դեմ ծավալվող այս գործընթացը շատ ավելի բազմաշերտ եւ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող, այսպես ասեմ, մոտիվներով գործընթաց է։ Եվ Հայաստանի սահմաններից դուրս իմ գնահատմամբ շատ ավելի դուրս, քան օրինակ ընդունված է համարվել Ադրբեջան, Թուրքիա։ Ես կարծում եմ ընդհանրապես աշխարհաքաղաքական այսօրվա փոփոխությունների համատեքստում է նաև հայ-առաքելական եկեղեցու հարցը եւ այս ձերբակալությունների առնչությամբ գուցե ավելորդ չէ մատնացույց անել մի հանգամանք, որ փաստորեն զուտ ժամանակագրական առումով սա տեղի է ունենում Կովկասի մահմեդականների առաջնորդ հայտնի Փաշազադեի Միացյալ Նահանգներ կատարած այցին զուգահեռ, որտեղ Փաշազադեն իր գրեթե բոլոր հանդիպումներում դժգոհել է հայ-առաքելական եկեղեցուց, ասելով, որ օրինակ քաղաքական գործիչները փնտրում են խաղաղություն եւ այլն, նկատի ունենալով պետությունների առաջնորդներին եւ այդ Վաշինգտոնյան ակտը օգոստոսի 8-ի, իսկ օրինակ հայ-առաքելական եկեղեցին խանգարում է, հակառակը ռևանշի կոչի անում եւ այլն։ Հասկանում ենք, որ սա պարզապես զրպարտություն եւ մտածածին մեղադրանք է հայ-առաքելական եկեղեցու հասցեին, պարզապես փորձում եմ ցույց տալ, որ իրականում եկեղեցու հարցը շատ ավելի լայն թեմայի շրջանակում է, քան պարզապես ներքաղաքական հարցերը, այլ խնդիր է, որ Հայաստանի իշխանությունը դրանով կարող է մտածել նաեւ իհարկե ներքաղաքական հարցեր լուծելու մասին։ Հենց նույն եկեղեցուն աջակցող խոսք ասելու համար կալանավորված է գործարար Սամվել Կարապետյանը, որի կալանքի միջնորդության քննություններ 3 տեղի ունենում եւ երկարաձգվեց տեղափոխվելով այսօր 15:00։ Պարոն Վարդևանյանը, փաստաբանը հայտարարեց, որ գործում ներգրավված է 50 քննիչ։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք այս իրավիճակը։ Ընդհանուր առմամբ հասկանալի է, որ այստեղ պայքար է իշխանության դիրքը պահելու համար, հասկանալի է, որ ցանկացած իշխանություն պայքարում է այդ դիրքի համար, բայց նաև ցավոք սրտի Հայաստանում որոշակի օրինաչափություն է, որ այդ պայքարում իշխանությունը չի զլանում օգտագործել իրավապահ լծակները եւ ընդհանրապես իր ձեռքի տակ եղած ուժային լծակները, անկախ թե որքանով է իրավաչափ եւ համաչափ այդ լծակների օգտագործումը։ Ես կարծում եմ, այս դեպքում էլ մենք ականատես ենք հենց այդ դրվագին, հասկանում ենք, որ իշխանությունը պահել է ներկայիս կառավարող ուժի համար չափազանց կարևոր հարց է եւ այստեղ զարմանալի չէ, որ այդ քայլին, այդ խնդիրը լուծելու համար ցանկացած քայլի կարող է գնալ իշխանությունը։ Միևնույն ժամանակ այս ռեպրեսիաների տեսանկյունից, եթե խոսում ենք, այսինքն ուժային լծակի կիրառման տեսանկյունից, եթե խոսում ենք, ինչպես նշեցի, սա ամենևին զարմանալի չէ, հետեւաբար ուժերը, որոնք փորձում են Հայաստանում իրավիճակ փոխել, պետք է պատրաստ լինեն, որ իշխանությունը անկասկած իր դիրքերը պահելու համար գնալու է նաև այդպիսի քայլերի։ Ըստ այդմ հարց է առաջանում, հաշվի առնվում են նաև այդ հանգամանքը եւ երբ հաշվի առնվում այդ հանգամանքը, դրա դեմ հակազդեցության կամ պայքարի ինչ գործիքակազմ եւ ինչ տրամաբանություն է ենթադրվում, որովհետեւ եթե ելնենք այն հանգամանքից, որ գործող իշխանությունը գրեթե չունի հասարակական աջակցություն,
Ամենայն դեպս սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, նաև ընդհանուր առմամբ կարելի է այդպես միջավայրով էլ գնահատել, որ համենայն դեպս խիստ ցածր է այդ հասարակական աջակցությունը։ Ընդհուպ նաև վարչապետ Փաշինյանի անձնական վարկանիշի մակարդակով, որը միշտ ավելի բարձր է եղել, քան քաղաքական ուժին, տվյալ դեպքում ԿՊԻ-ին։ Եթե մենք համարում ենք, որ գործ ունենք շատ ցածր հանրային վարկանիշ ունեցող ուժի հետ, այդ ուժի որոշակի ուժային լծակների կիրառումը ավելի է խորացնելու այդ վարկանիշային խնդիրը եւ հակառակը այն սուբյեկտը, որի հանդեպ կիրառվում է ուժային լծակը եւ առավել եւս ոչ համաչափ, անիրավ եւ այլն, այդ սուբյեկտի հանդեպ առնվազն пассив հանրային աջակցություն կարող է որոշակի առաջացնել եւ այստեղ հարց է առաջանում, թե պատրաստ են արդյոք այդ սուբյեկտները օգտագործել նաեւ այդ իրավիճակը եւ իրավիճակը մեծ հաշվով ծառայեցնել իրենց քաղաքական նպատակները եւ իրավիճակը փոխելու նպատակները այսպես սպասարկելուն։ Պարոն Բադալյան, դատական նիստից առաջ տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ եւ միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը, որի շրջանակներում նա բավականին, այսպես ասած, կոշտ դիրքորոշումներ արտահայտեց իշխանությունների հասցեին եւ դրանք ուղեկցվեցին ԿՊԱ-ականների կողմից կարծես թե սպառնալիքներով։ Ինչպես նաև այսօր մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ժամանակ են տվել կարծես թե Ամստերդամին երկիրը լքելու եւ եթե չլքի, կարող են քրեական գործ հարուցել նրա դեմ։ Ինչ եք կարծում, կարող են արդյոք իրավապաշտպանին իր աշխատանքը կատարելու համար որևէ հալածանքների ենթարկել, քրեական գործ հարուցել կամ մինչեւ անգամ ձերբակալել։ Ես չգիտեմ իրավական առումով կա հնարավորություն ձերբակալել օտարերկրացի իրավաբանին, եթե նա այլ երկրի քաղաքացի, այսինքն այդ իրավակարգը չգիտեմ ինչպես է, բայց եթե նա ստեղծի խնդիրներ իշխանության համար, որոնք շատ լուրջ կլինեն կամ անհաղթահարելի կլինեն եւ այլն, ես կասկած չունեմ, որ նրա հանդեպ կձեռնարկվեն քայլեր, դրանք օրենքի շրջանակում որքանով կտեղավորվեն, չեմ կարող ասել, բայց անկասկած է, որ քայլեր կձեռնարկվեն, ինչպես նշեցի, այստեղ սեղանին դրված է իշխանության հարցը, իսկ այդ իշխանությունը շատ կարևոր է Նիկոլ Փաշինյանի համար, հասկանում ենք, թե ինչու է, այստեղ նույնիսկ բացատրելու եւ նկարագրելու կարիք էլ չկա, թե ինչու, եւ այս տեսանկյունից իհարկե նա ցանկացած խնդրի, ցանկացած խոչընդոտի բախվելու դեպքում ամեն ինչ կանի այդ խոչընդոտը հաղթահարելու համար։ Եթե դիտարկենք ընդհանրապես էֆեկտիվությունը օտարերկրացի այդպիսի գործիչների ներգրավման համար, դա գուցե այսպես միջավայրային, մթնոլորտային, տեղեկատվաքարոզչական տեսանկյունից օգտակար է, բայց ես չգիտեմ պրակտիկ առումով արդյոք այդ մեխանիզմները իսկապես ծանրակշիռ խնդիրներ լուծող են, թե ոչ։ Կրկնեմ, չեմ կարող պնդել, որ չեն լուծում, բայց սա հարց է ինձ համար եւ դարձյալ գամ այն մտքին, որ կարծում եմ գլխավոր առանցքային հարցն այն է, թե ինչպիսի աշխատանք է կատարվելու հասարակության հետ եւ հասարակություն ասվածը ինչ է ենթադրելու, այսինքն ենթադրելու է պարզապես ֆինանսատնտեսական ռեսուրսներով մարդկանց շրջանակի հնարավորինս ընդլայնում, սա քաղաքականության մեջ եւս նորմալ է, այսինքն հասկանում ենք, որ այդ ռեսուրսը միշտ էլ քաղաքականության մեջ դեր կատարելու է եւ այդպես է ամենուր։ Բայց ապավինելու են միայն այդ տրամաբանությամբ աշխատանքին, ապավինելու են միայն այդ ֆինանսատնտեսական ռեսուրսի շրջանակում կամ հասանելիության մեջ գոտում եղած հանրային շերտերին, թե փորձ է արվելու այլ տրամաբանությամբ էլ հասարակական, այսպես ասենք, գործակցություն ձևավորել տվյալ ուժի եւ քաղաքացիների տարբեր խմբերի միջեւ։ Սրանք են էականը իմ գնահատմամբ, այդ Ամստերդամները, որ վերվում են, ես սա առանց հեգնանքի եմ ասում, արտաքին միջավայրից, սրանք կարող են լինել ընդամենը հարակից էֆեկտ։ Գուցե կարևոր են շատ, չգիտեմ, բայց իմ գնահատմամբ սրանք կարող են լինել ընդամենը հարակից։ Ես կցանկանամ մի փոքր անդրադառնանք Շարմ էլ-Շեյխում տեղի ունեցած ամենահայտնի դրվագին օրերս քննարկվող, երբ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահին հիշեցնում էր, թե ով է ինքը։ Սա դուք ինչպես կմեկնաբանեք։ Դե սա լավագույնս խոսում է ճակերտավոր իմաստով իհարկե լավագույնս, խոսում է այն մասին, թե ընդհանրապես քաղաքական արժեքի եւ ձեռքբերման իմաստով ինչպիսին է այդ օգոստոսի 8-ի հռչակագիրը Հայաստանի համար եւ ընդհանրապես այդ հռչակագրի բովանդակությունը ինչ արժեք ունի ԱՄՆ նախագահի համար
զուտ քարոզչական նշանակությունից բացի, որտեղ այդ քարոզչությունը ոչ միայն պետք է Հայաստանի իշխանությանը, այլ նաև Թրամփին եւս պետք է այդ քարոզչական էֆեկտը նայել 2026-ին Միացյալ Նահանգներում կոնգրեսի միջանկյալ ընտրական process-ի մեջ պետք է ներգրավի հանրապետական մեծամասնությունը պահպանելու համար։ Եվ սա հերթական անգամ ցույց է տալիս, որ օգոստոսի 8-ին ոչ թե լուծվել են ինչ-որ էական հարցեր, այլապես մեկը մյուսին հիշեցնելու կամ հիշելու կարիք չեր ունենալու։ Այլ տեղի է ունեցել ընդհանրապես մի գործողություն, որի բուն շերտերը ավելի խորքում են եւ բուն դերակատարները գուցե դեռ, այդպես ասենք, թատերաբեմ դուրս չեն եկել։ Եվ այս իմաստով կարծում եմ Շարմ էլ-Շեյխի այդ փոքր դրվագը հերթական անգամ խոսում է սրա մասին եւ ընդհանրապես Շարմ էլ-Շեյխի այդ կոնֆերանսը ինքն էլ մեծ հաշվով այլ բան չէր, քան պարզապես Թրամփի քարոզչական մի մեծ ակտ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքի խաղաղության եւ անվտանգության ճարտարապետության համար առանցքային դերակատարները մեծ հաշվով Շարմ էլ-Շեյխի միջոցառմանը չեն մասնակցել։ Թրամփը պարզապես հրավիրել էր այսպես իր այդ խաղաղասիրական ակտիվին, եթե կարող ենք ասել, եթե չեմ սխալվում, վերջին տվյալով նա 7 խաղաղություն էր հաստատել աշխարհում, հիմա այդ 7 խաղաղության այսպես ռեսուրսը հավաքել էր կամ փորձել էր հավաքել Շարմ էլ-Շեյխում ցույց տալու համար, որ ինքը իսկապես այսպես մեծ խաղաղարար է եւ ձեռքի մի շարժումով կարող է խաղաղություն հաստատել։ Սա իհարկե վկայում է նաեւ Թրամփի խնդիրների մասին։ Մենք տեսնում ենք, որ նա հիմնականում այդպես հանրային հրապարակային տիրույթում աշխատում է էպատաժի վրա, որովհետեւ շատ բարդ իհարկե մարտահրավերների առաջ է թե Միացյալ Նահանգների ներսում, թե նաեւ միջազգային դերակատարման իմաստով։ Այդ մարտահրավերները լուծելու քիչ ժամանակ ունի, որովհետև 3 տարի անց դարձյալ նախագահի ընտրությունը եւ ինչպես նշեցի, ընդամենը գալիք տարի կոնգրեսի միջանկյալ ընտրություն։ Այդ նույն շոուի կարող ենք ասել շրջանակներում, երբ Թրամփը հավաքել էր բոլոր իր խաղաղասերներին, տեղի ունեցավ Իսրայելի եւ Համասի միջև այդ խաղաղության գործընթացը, որը իհարկե շատ կարճ տևեց, ես կասեի մի քանի ժամ, բայց այդ մի քանի ժամվա ընթացքում տեղի ունեցավ գերիների փոխանակում, բայց նույն Թրամփի աջակցությամբ կամ հովանավորությամբ ասած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ ճակերտավոր խաղաղության պարագայում մեր գերիները շարունակում են գտնվել Բաքվի բանտերում։ Սա ինչի արդյունքն է։ Ես կարծում եմ, այստեղ կա մի սկզբունքային տարբերություն Իսրայելի եւ Համասի միջև, թեպետ թվում էր, որ Իսրայելը այդպես հռնդյունով անցնում է Գազայի հատվածով, ավիրում է ամեն ինչ, բայց այդպես էլ չկարողացավ ոչնչացնել Համասը։ Նեթանյահուն հայտարարում էր, որ այդ ռազմական գործողությունների նպատակն է լինելու Համասի ոչնչացումը։ Բայց մենք տեսնում ենք, որ Նեթանյահուն ստիպված է հենց նույն Համասի հետ գնալ ինչ-որ համաձայնությունների։ Սա ցույց է տալիս, որ առնվազն կա ուժային որոշակի բալանս, մաթեմատիկորեն գուցե ոչ համեմատելի, որակով ոչ համեմատելի, բայց ըստ էության կա ուժային որոշակի բալանս, որը ստիպեց երկուսին էլ գալ ինչ-որ կետում, թեկուզ ժամանակավոր համաձայնության։ Գրեթե ոչ ոք կասկած չունի, որ այս համաձայնությունը այս կամ այն կերպ լինելու է ժամանակավոր։ Մեր պարագայում դժբախտաբար ուժային բալանս գոյություն չունի։ Եվ այս պարագայում իհարկե Ադրբեջանը բացարձակապես չի շտապում հրաժարվել այն խաղաքարտից, որ ունի պատանդների եւ գերիների տեսքով։ Միացյալ Նահանգներին բացարձակապես հետաքրքիր չէ, սկզբունքորեն մենք տեսնում ենք Թրամփին, այնքան հետաքրքիր չէ, որ այդ մարդը նույնիսկ կանոններն է մոռանում եւ ամեն անգամ ինչ-որ տարբեր անվանումներ տալիս։ Եվ այս պատկերն է տարբերությունը սկզբունքորեն Իսրայել, Համաս եւ Հայաստան-Ադրբեջան պարագայում, որքան էլ տարօրինակ չհնչի, հենց դա է։ Այնտեղ ուժային բալանսը շատ ավելի պես համեմատելի է, մեկը մյուսի առաջ խնդիր դնելու շատ ավելի ունակ է, թեպետ ինչպես նշեցի, թվում է թե Իսրայելը ավիրում է իր ճանապարհին ամեն ինչ, բայց ի վերջո ստիպված է նստել այդ նույն Համասի հետ ինչ-որ համաձայնության գալ։ Մեր դեպքում ցավոք սրտի ուժերի բալանսը մեղմ ասած այնպեսին չէ, որ Երևանը ինչ-որ բաներ թելադրի, առավել եւս, որ իմ գնահատմամբ Նիկոլ Փաշինյանն էլ ինքը ընտրել է բոլորովին այլ տրամաբանություն, իր համար գլխավորը ստեղծել առավելագույն նպաստավոր միջավայր Հայաստանում իշխանության հարցում առավել հանգիստ լինելու համար, թեկուզ պայմանական հանգիստ, իսկ դա նշանակում է հնարավորինս քիչ խնդիրներ, ավելի շատ քարոզչություն,
ավելի շատ ադապտացվել այն պայմաններին, որ Ադրբեջանը եւ Թուրքիան են առաջ քաշում Հայաստանի առաջ, եւ որոնք ցավոք սրտի միջազգային ասպարեզում սկզբունքորեն լոյալ են։ Իհարկե, այստեղ շատ մեծ խնդիր է այն, որ Հայաստանն է թույլ տվել այդ լոյալությունը, այսինքն Հայաստանը հրաժարվելով սուբյեկտային քաղաքականության տրամաբանությունից թույլ է տվել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պայմանները եւ պահանջները առավել լոյալ լինեն։ Իհարկե, հասկանալի է, միջազգային դերակատարները շատ ավելի կարևորելով Ադրբեջանին եւ Թուրքիային տարբեր աշխարհակաղակական հաշվարկների եւ նախագծերի համատեքստում ի սկզբանե հակված էին այդ լոյալության, բայց Հայաստանն էլ գործնականում ոչինչ չարեց դա փոխելու համար։ Իրավիճակը գնահատվեց հետեւյալ տրամաբանությամբ, որ շատ ավելի ապահով է, եթե մենք պարզապես ադապտացվենք առկա իրողություններին։ Այս պայմաններում մենք ունենք ահա հետեւյալ պատկերը եւ ցավոք սրտի գերիների հարցում չունենք այդպես տեսանելի եւ շոշափելի հեռանկար այդ խնդիրը լուծելու տեսանկյունից։ Այս ամբողջի համատեքստում, այս պայմաններում, երբ նաև իբրև թե Իսրայել-Համաս այդ խաղաղությունը Թրամփի հովանավորությամբ ձեռք բերված ընդամենը 2 ժամ անց վերածվեց հրադադարի խախտման, այսինքն փաստորեն ընդամենը հրադադար էր մի քանի ժամանոց, ոչ թե խաղաղություն, ու այն պարագայում, որ Թրամփը ոչ մի կերպ ոչ Փաշինյանին է հիշում, ոչ Հայաստանի անունն է հիշում, մեր ժողովուրդը որքանով կարող է վստահել իր հովանավորությամբ ձեռք բերված այդ ճակերտավոր խաղաղությանը։ Կամ ընտրական գործընթացներում որքանով դա կարող է թափահարվել Փաշինյանի կողմից։ Ընդհանրապես ես կարծում եմ այսօր մտածել, որ աշխարհում կա խաղաղության հովանավոր, սա կարծում եմ ինքնախաբեություն է։ Եվ ցավոք սրտի Հայաստանում ստեղծվում է մի մանիպուլյատիվ այսպես միջավայր, որ եթե մարդիկ խոսում են այն մասին, որ այդ խաղաղություն հասկացությունը այսօրվա աշխարհում զգալիորեն կարող է լինել խաբկանք, ընկալվում են որպես այդպես խաղաղության դեմ խոսողներ, պատերազմահեն մտածողությամբ մարդիկ եւ այլն եւ այլն։ Բայց մենք այսօր տեսնում ենք, որ գործնականում բոլոր պետությունները նվազագույնը շատ շոշափելի խաղադրույք են կատարում պատերազմների ուժային գործոնի վրա։ Եվ այս պայմաններում մտածել, որ աշխարհում որևէ մեկը կապ չունի Թրամփը լինի, Պուտին, Սի Ցզինպին եւ այլն, որևէ մեկը առանձին վերցրած ի վիճակի է երաշխավորել խաղաղություն, այն էլ մի ռեգիոնում, որտեղ կամ ռեգիոններում, որոնք աշխարհակաղակական առումով հանգուցային նշանակություն ունեն, իսկ մեր ռեգիոնը դրանցից մեկն է իհարկե։ Եվ այդ ռեգիոններում աշխարհակաղակական դասավորությունը, բաժանումը, նոր ստատուս քվոն, անվտանգության նոր ճարտարապետությունը, դրանք դեռևս բաց հարցեր են։ Այս պայմաններում կրկնեմ, զուտ քարոզչական տեսանկյունից, երբ որ իշխանությունը խոսում է խաղաղության մասին, սա հասկանալի է, իշխանությանը պետք է առավելագույնս դա ներկայացնել, որպեսզի ձայն ստանան, որովհետև այլ ձեռքբերում ներկայացնելու չունեն։ Հետևաբար պետք է ստեղծել տպավորություն եւ պատրանք, որ կա խաղաղությունը գոնե որպես մեկ եւ կարեւոր մի ձեռքբերում։ Բայց ես կարծում եմ շատ վտանգավոր կլինի, եթե հասարակությունը իր ընտրությունը կատարի այդ ընդհանրապես մոլոր ելակետով։ Շատ լավ է, որ խաղաղությամբ են փորձում, խաղաղության ելակետով են փորձում ընտրություն կատարել, բայց այդ դեպքում պետք է ճիշտ գնահատել ինչ է խաղաղությունը եւ արդյոք եղածը, այդ օգոստոսի 8-ին եղածը խաղաղություն է, թե ընդհանրապես նոր ստատուս քվոյի, այսպես իրավապայմանագրային մի նախադրյալ, որը իրականում շատ ավելի բաց հարցեր է թողել եւ նոր հարցեր առաջացրել, քան ինչ որ հարցեր լուծել է։ Բայց որքանով է իրատեսական, որ ժողովուրդը այս ընտրություններին եւս այդ ճակերտավոր խաղաղության հետևից կգնա, քանի որ Փաշինյանը հայտարարում է, որ եթե իրեն չընտրեն, ընտրում են պատերազմ, փաստացի, բայց ոչ մի քաղաքական առաջնորդ չի գալիս իշխանության պատերազմ բերելու նպատակով կամ պատերազմի լոզունգով։ Այս պարագայում իր 3 պատերազմ բերելուց հետո ինչպես կարող է տեղավորվել այդ խաղաղություն թեզի մեջ։ Նախ Կովկասում այդ խաղաղություն թե պատերազմ հարցը վճռում են ցավոք սրտի գուցե կամ չգիտեմ հիմա ուժերի ներկայիս բալանսի պարագայում գուցե բարեբախտաբար վճռում են ոչ Կովկասի երկրները, որովհետև չունեն այդ տրամաչափը եւ կշիռը, իսկ խաղադրույքը չափազանց բարձր եւ մեծ է։ Ինչու եմ ասում գուցե հիմա բարեբախտաբար, որովհետև բալանսի այս խախտման պայմաններում, եթե օրինակ Ադրբեջանը ի վիճակի լիներ վճռել պատերազմ թե խաղաղություն, ես կարծում եմ շատ ավելի այդպես հավակնոտ եւ ագրեսիվ կաշխատեր մեր դեմ, եթե չլիներ ավելի խոշոր խաղացողների դերակատարությունը եւ նրանց խնդիրները, նպատակները եւ այլն։
Բայց այդ ամեն ինչը կախված է, ինչպես նշեցի, նաև մակրո աշխարհաքաղաքական այդ մակրո մակարդակում եղած ուժերի բալանսից։ Հիմա երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը խաղաղություն է բերել, այստեղ ակնհայտ է, որ ինքը չի բերել այդ խաղաղությունը, ինքը ընդամենը խաղացել է որոշակի աշխարհաքաղաքական միտումներին համահունչ եւ ամբողջական լոյալություն է դրսեւորել դրանց հանդեպ, ցավոք սրտի Հայաստանի իրավունքներից հրաժարվելու հաշվին, Հայաստանի սուբյեկտային վարքագծից եւ ընդհանրապես պետական քաղաքականության սուբյեկտային էությունից հրաժարվելու հաշվին։ Մենք ինչ ենք տեսնում, որ պետական քաղաքականության միակ ասելիքը մնացել է ընդհանրապես այդպես կենցաղային բարեկեցությունը։ Այսինքն մենք հրաժարվել ենք սուբյեկտությունից եւ դա համարում ենք որպես խաղաղություն։ Բայց խնդիրն այն է, որ մեր հանդեպ պահանջները ժամանակի ընթացքում կարող են աճել, անընդհատ աճել։ Եվ սա նաև քաղաքականության, միջազգային քաղաքականության տրամաբանությունն է։ Հետևաբար պետք է արդյունավետ գնահատել ինչ է խաղաղությունը, որպեսզի նաև հասկանա հասարակությունը, թե ինչ է բերվածը։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, թե ինչպես կաշխատեն հասարակության հետ մնացյալ քաղաքական ուժերը եւ հասարակական քաղաքական դերակատարները ընդհանրապես։ Որովհետև մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն աշխատում է, այստեղ որևէ այսպես կասկած չկա, այդ հարցում նա գրեթե բոլորին գերազանցում է իր հետևողականությամբ, արդյունավետության տեսանկյունից կրկնեմ շատ բան կախված է, թե այլ ուժեր ինչպես են աշխատելու։ Ընդ որում այստեղ մի բան էլ նշեմ, խնդիրը միայն այն չէ, որ Փաշինյանի մրցակիցներն էլ պետք է հակառակն ասեն։ Իհարկե նրանք ունեն իրենց խնդիրը, իրենց քաղաքական նպատակները, ի վերջո պայքարում են իշխանության համար եւ բնական է պետք է իրենց քարոզչությունը կառուցեն, բայց շատ կարևոր է ընդհանրապես հասարակական տեսանկյունից, որ հասարակությունը չլինի խաբված խաղաղության վերաբերյալ պատկերացումների տեսանկյունից, ում կընտրի գնահատելով արդեն թե ինչ է իրապես խաղաղությունը եւ ինչպիսի կառուցվածք ընդհանրապես կարող է այն ունենալ։ Դա արդեն մի կողմ թողնենք, թող ընտրեն ում ուզում են, բայց ընտրեն ոչ թե պատրանքով, ոչ թե խաղաղության մասին ինչ որ ինքնախապեյությամբ, այլ հասկանալով թե ինչն է խաղաղությունը եւ արդյոք հիմա մենք խաղաղության մեջ ենք, թե պարզապես ինչ որ պես ժամանակավոր, ինչպես նշեցի, լոյալությամբ ինչ որ մի միջավայր է ձևավորվել, որը խախտելու պարագայում հարց է առաջանում, թե Հայաստանը էլ ինչ ռեսուրսի հաշվին պետք է ադապտացվի այդ նոր միջավայրին, եթե հանկարծ ինչ որ բան պահանջվի Հայաստանից։ Պարոն Բադալյան, մենք հաճախ ենք անդրադառնում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած եւ մոռացված խոստումներին կամ չկատարված խոստումներին, նույն ինքը կոռուպցիոն իրավիճակ, քրեածին իրավիճակ, այնտեղ թոշակների բարձրացում, գնաճի կանխում եւ այլն նմանատիպ մի շարք խոստումներ, որ եկած օրվանից սկսած այդ խաղաղությունից մինչև ամենակենցաղային նվազագույն հարցեր հնչել են, բայց չեն կատարվել։ Բայց այս ամենին զուգահեռ ԿՊԱ-ականների, նույնիսկ Փաշինյանի մոտ կա մեծ վստահություն, որ գալիք ընտրություններում իրենք առավելություն են կազմելու, իրենք նորից վերընտրվելու են, որտեղից է ձեզ գալիս այս վստահությունը, ինչ ռեսուրս ունի ԿՊԱ-ն։ Կարծում եմ նվազագույնը հոգեբանական ինչ որ այդպես միջավայր ստեղծելու տեսանկյունից ցանկացած ուժ երևի թե կվարվեր այդպես, այսինքն ցույց տալով, որ ինքը մեծ շանսեր ունի եւ այլն եւ այլն։ Ես չեմ կարծում, որ նրանք համենայն դեպս վերնախավը եւ նվազագույնը հենց Նիկոլ Փաշինյանը ինչ որ պատրանքների մեջ է իրենց հնարավորությունների տեսանկյունից։ Մնացյալ այդ արտահայտությունները ես դիտարկում եմ զուտ քարոզչական էֆեկտի տեսանկյունից, այսինքն հասարակության մոտ ձևավորել նաեւ որոշակի հոգեբանական մթնոլորտ, որը ավելի այսպես համահունչ կլինի իրենց տրամադրություններին։ Իսկ ընդդիմության շանսերը ինչպես է գնահատում գալիք ընտրություններում խորհրդանական։ Հնարավորություններ աշխատանքի կան, կօգտագործվեն այդ հնարավորությունները թե ոչ, սա արդեն ցույց կտա ժամանակը։ Իմ գնահատմամբ անցնող ժամանակում այդ հնարավորությունները օգտագործվել են ոչ բավարար արդյունավետությամբ։ Եվ այս տեսանկյունից իհարկե ինչպես այդ վստահություն ունի Նիկոլ Փաշինյանը, այդ վստահությունը կարող է նաև կառուցված լինել նրա վրա, որ մրցակիցները հնարավոր է բավարար արդյունավետությամբ չեն աշխատել այս ընթացքում եւ չեն աշխատի հետագայում։ Այսինքն այստեղ պատկերը իմ գնահատմամբ հարաբերական է եւ կախված է լինելու իսկապես աշխատանքային արդյունավետությունից, որովհետեւ ապավինել միայն որ Փաշինյանի վարկանիշը նվազում է եւ դրա շնորհիվ հնարավոր է ինքնաբերաբար հայտնվել ավելի հաջող դիրքում, սա կարծում եմ այդքան էլ այդպես երաշխավորված արդյունավետության մեխանիզմ չէ։ Իսկ Գյումրու օրինակի կիրառումը։ Եթե այդ աշխատանքը լինի, այո, այդ մոդելը կարող է աշխատել, այսինքն առանձին կամ այդպես հիմնական խմբերով
ընդդիմության առաջատար, այսպես ուժերը մասնակցեն մի քանի խմբով եւ հետո խորհրդարանում արդեն համատեղեն ռեսուրսները ընդհանուր հավաքական առումով ավելի շատ ձայն տանեն, քան կառավարող ուժը, բայց կրկնեմ, դրան դեռ պետք է հասնել։ Եվ սա շատ տարողունակ աշխատանք է, որովհետեւ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունը իր, այսպես ասենք, սոցիալ-հոգեբանական կառուցվածքով, քաղաքական մոտիվներով եւ այլն էապես տարբերվում է համապետականից։ Եվ նաև պետք է հաշվի առնել, որ համապետական ընտրությունը զգալիորեն պարունակում է աշխարհաքաղաքական համատեքստ։ Սա չենք կարող թաքցնել, սա եւս լուրջ հանգամանք է, որը եւս պետք է հաշվի առնեն այդ process-ի մասնակիցները։ Եվ մեր վերջին հարցը, պարոն Բադալյան, ինչ եք կարծում եկեղեցու դեմ այս գրոհները այսօրվանից մեկնարկած, ինչպես կարող են ազդել ՔՊ-ի վարկանիշի վրա գալիք էջմիածնի ընտրությունների հարցում եւ արդյոք կշարունակվեն այդ գրոհները։ Չեմ կարծում, որ վարկանիշը այդպես շատ էապես նվազեցնեն կամ էապես բարձրացնեն համակիրների իմաստով։ Ավելի ստույգ գնահատելու համար երևի թե պետք է ինչ-որ սոցիոլոգիական պատկեր ունենալ, այսինքն սա այն խնդիրն է, որտեղ չեմ կարծում, թե ընդհանրապես տպավորությամբ գնահատելը ճիշտ կլինի, բայց իմ խորին համոզմամբ այդպես սկզբունքային փոփոխություններ այդ վարկանիշի հարցում եկեղեցու դեմ արշավը չի բերում, այլ խնդիր է, որ գուցե ավելի բյուրեղացնի հանրային տրամադրությունները։ Եվ ես չեմ բացառում անգամ, որ Փաշինյան այդ process-ով փորձում է հենց դրան էլ հասնել, այսինքն այդ process-ը որպես նպատակներից մեկը, այդ process-ը ծառայեցնել իր էլեկտորատը առավել բյուրեղացնելու համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։